Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր ընդդիմությունը մի, ասենք, ավելի լավ նվեր, որովհետեւ մի քաղաքականուց չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն։ Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցությանը ղեկավարից հետ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում։ 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն։ Այ քեզ բան։ Հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը։ Մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք sense դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նես չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխի ձունգայից բռնած թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխի ձունգայից, երևի հարմար չէին նեղանում։ Հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, են Մամիջանյան Հայկը։ Նախ լավա որ մեկ-մեկ գոնե գալիս են, իմանում ենք այստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից։ Ասենք, չգիտեմ, այն թող իրա մի հատ իրա շեֆին բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս աստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ, ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է, մարդ էլ կա, իր ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքն էլ գիտի ինքը քաղաքական գործիչ է, մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն է թողում, դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն, գալիս է, Տիկին Տյուրեղյանը, ՔՊԻ գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է, զրո ձեն են կարում համարեն, հավաքեն, իրանք ձեն չեն կարում հավաքեն, ՔՊ-ն պարտություն կրեց ես ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք, միտեղ երկրորդ տեղն ենք բռնել, միտեղ առաջի տեղն ենք բռնել, դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի, այո հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է, կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, իսկ անդերը ստեղ չկիրառեցիք, ընդեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆըդ այդ ԱՏՍ-ները, բա 80-ականների զենքերով խինք, 80 թվականներին ԱՏՍ չկար, բա այդ չի կոնսերվի բանկեկով, բա առնեիք, մենք բանակին ձեր չենք տվել, կամ այդ որ ասում եք սոյերը բերել եք, այդ կարող է տես մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս ա պետք, կամ մեզ այն ա պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք, չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկեք, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ կարողանում եք դահլիճում նստել, ոչ էլ կարողանում եք իրար մեջ յոլա գնալ։